Բարև սիրելի հետևորդներս, հուսամ լավ եք, Պարտիրոջ, ես ալ լավ եմ, ուրեմն շարունակեմ իմ ընթերցանությանս։ Գիշեմ վարտարատ և լուսավոր առավոտը, արևը նոր կբարձրանար հորիզոնին վրա, թեղնավուն ամբերուն մեջ է։ Բարդեզներու մեջ թռչունները գջրվող էին, բաց բադուանին առաջ այգուն զովությունը կշնչեի երանությամբ։ Կյանքը և իր ուրախությունները գարձես ալիքներու պես կբարձրանային և գուկային թեպի ինձ։ Քինով էի դան երեսը ծածկող վարդենի բուրումնավետ շունչեն, քինով լույսեն և իմ մեջ երացող հորդ արատ երանթեն։ Աբական ինձ կհայտնվեր հրաշքի մպես, մտածումի արագ փայլատակումներով, երջանիկ էի աննպատակ, անհաշիվ ուրախությունով իմ էությունս կբարձրանար կյանքիս հորիզոնին վրա, ինչպես նորաձակ արև և շրթներուս վրա կզգայի մեղրի քաղցրություն։ Այս սակայն մորաքույրերս ինձ կպատրաստեին քթության և աղաբադանքի մրմունջներով, երբեմն կսեին «Խեղճ մախսումը», ինչու կմեղկնային ինձ, ինչ կար այդ փերայի մեջ, որ ամենքը միացայն թժող կհամարեին, կմեղկնային թերևս ինձ վիճակված միջնորդի թերին համար, կամ պարզապես անոր համար, որ ներկա պիտի ըլլայի մոր և որդու երկյուղալի հանդիպումին։ Խաչիկ մոր եղբորս արհեստանոցը կգտնվեր Բանգալթիի գերեզմանատունը եզերող ճամբուն վրա։ Այդ ժամանակ արդեն մոր եղբայրս դարձել էր խոժոռ, մռայլ, անմերձենալի։ Փարերը համրանքով դուրս գելլեի շրթներեն։ Իր վեր տարած մեկ հոնքը այլևս միմիայն սրտմտություն գարդահայտեր։ Որու թեմ սրտողած էր, ինչ կուզեր մեզ մե և առհասարակ մարդ կուտենեմ, գարձես ակամա անգհպատակեր ներքին օրենքիմը, գարձես պաշտոն ստացեր էր այդ թշգամ թերը կատարել կյանքի մեջ։ Կզգայի, որ կուզեր ժպտիլ, ուրախանալ, բայց գարձես բանով մը շղթայված էր և գործընծուած իր ազատությունը։ Այդ օրը շոգենավով անցանք Բեշիկտաշ, հետո քալելով բարձրացանք մինչև Բանգալթի։ Մեծ մայրս ձեռքես բռնած կգալեր անդարբեր և անուշադիր այն բազմապղետ ամփոխին, որ կայսերական պալատին մերձավորությունը կխռնվեին Բեշիկտաշի մեծ ճամբուն վրա։ Ինձ համար այս ճամփորդությունը կներկայացներ հարափոփող մոգական տեսարաններու հաջորդությունը, թրքուիներու թեղին վարդագույն կապույտ էնտարիներ կշլացնեին աչքերս։ Կսիրեի սարսափիլ երկայնահասակ և վդի ձևամորթերու խոնավ աչքերեն, կանացի ճիչերը, ծախողներու գոչերը, բալլադական պարդեզները եկող ակասիայի բուրմունքը, փողոցի ոսկեզօծ փոշին, խանութներու առաջ գույնզգույն ծովացուցիչ ըմպելիքները, շաքարեղեն ակաղաղները ու թմբուկները ինձ կփոխադրեին հեքիաթական աշխարհը, որու մեջ կանցնեինք ստվերներու պես։ Վերջապես հոգնած տեսածներս և երևակայության ստրիչներեն շրթերս տոչորն կմիտեի կանգ առնել զեբիլներու առաջ, ուր մուրացիկներ և դերվիշներ աղբյուրի պատվանդանին աստիճաններուն վրա տարածված կարծես կյանքի ամբողջ բեկգրաունդը կսպարեին ջուրին մրմունջը լսելով։ Տուտուն երբեմն կանգ կառներ և իր նիհար մատներով բանալով վդիթ կսակը, դասնոցը կուտար ողորմություն հայեցող մուրացիկներուն, մուսլման թե ոչ, առանց խտրության, մինչև որ ողորմության հատկացված դասնոցները սպարեին։
Գասանեի զարիվերին վրա մեծ մայրիկս ցերկս թողոց եւ գողքի քալեցինք մեր հոգնած կայլերը տանտաղելով ջամփու փոշի մեջ։ Քլխարգս եկերեր ծոծրագիս վրա եւ թևերս գծարանային ուսերուս։ Երբեմն գանք կարնեի եւ յետև գտարնայի։ Բալադներեն եւ ծովեզերյա թաղերեն անտին ոսպորը գփալփլար արևի շեշտակի ջարակայտները։ Երբեմն կամին գբարձրանար եւ գզովացներ մեր քրտնաթոր ճագադը։ Վերջապես հասանք թրկական թաղերը եւ զարիվերի դաժանքեն ազատելով նոր երանտով սկսանք կալել։ Թափուր եւ լկված köşker, գոդրդած աբագիներով, որոնց վերևեն բեհեզյա վարակույրներու փերթեր գգախվեին։ Հաջողեցան խզել դուդուին լրությունը։ Անգեցավ, նայեցավ եւ ինձ խելք տնելով մրմնջեց։ Ինչքան արյուն արցունք արժած եմ։ Հետո սրդակին հրաչեց եւ շարունակեց ճամփա։ Քանի կմոտենայինք Պերայի, մեծ մայրիկս գտարնար ավելի շնչատ եւ հևկոտ, ավելի հաջող կանք կարներ։ Ցյունի պես ջերմակ տաշկինագով գսրբեր ճագադին եւ երեսին կրդինքը եւ շրտները գմրմնչեին փառք քեզ Աստված։ Այդ ճամփան իր վշտակին մայրության կողկոտան էր։ Երբ բանգալտի շիդագը ելանք, ինձ թողոց, որ առաջ անցնիմ։ Ինձ համար անհասկանալի էր այդ մտավախությունը եւ անհամարձակությունը, որով համակվեր էր դուդու։ Ինչպես, ինչու եւ ինչ աստիճանական փոփոխություններով մայր ու որդու հարաբերությունները հասար էին այդ վիճակին։ Գարձես երկուքի մեջ խուլ բայկար մգար, որ հարաճ կպերեր այդ բռնի հերավորությունը։ Այս սակայն իրար գսիրեին հրայրկով, հբարդությամբ եւ հիացումով։ Ինչ բանգարկիլեր, որ իրարով վիզինային, համբուրվեին, նստեին խոսակցեին հաջությամբ, ինչպես այնքան մայրեր իրենց որդիներուն հետ։ Երբ արեստանոցի մոտեցանք եւ լսեցինք սալին վրա ինգող մուրջերու արագ աղմուկը, մեծ մայրիկս ուժատապ եղավ։ Դժկունեցավ եւ սկսավ թեթևիլ։ Այնադեն ես խելակարի պես մտա արեստանոցը, կդա մոր եղբայրս կախվեցավ իզեմ եւ սկսա համբուրել եւ շաղագրադել, հարցնել առանց պատասխանի սպասելու, պատասխանել առանց հարցումի։ Մոր եղբորս կրդնակ եւ արևահար թեմքը բարձվեցավ, աչքերը գժպտեին եւ անզոր ջիկեր գնեին, որ ինձ հերու բայ է, որբեսի իմ դոնական հակուստներս չաղդոդին իր գաշիա մուրոտ կոգնոցին կսվերով։ Խաչիկ մոր եղբայրս ամինչապես կորձը ընդադեց ցերկի կորձիկները հանցնելով աշկերդին։ Անիգա կոգնոցը գահաներ եւ հապճեպ ռամաններ բդար արեստավորներուն։ Հետո կնաց լվացվելու, բայց գարձես միտքը փոխեց։ Վերադարձավ աշխատանքի, ինչ թողելով անցնադուր։ Այն բազմա դեսակ իացումներուն, որ արհեստանոցի շրընթալից եւ պատ կյանքը գնձայեր իմ անհակ հետաքրքրությանը։ Գսիրեի դեսնել հնոցին գրեթե ջերմակ փոցը, փկոցին հևկը, շիգացած երգատին ցևափոխությունը սալին վրա, մուրջին մեդաղյա եւ հնչյուն արվածներուն դակ, հետո թերդակ մեդաղի մրմունչը ճուրին մեջ եւ գրագին հոդը, որով գարձես ամենքը խանցված էին։ Այդ բահերուն խաչիկ մոր եղբայրս ինձ հսկայի մբես գերևեր։ Անոր գիսապած եւ մազոտ բուրցկը հանքրիջած սերփազուկները ամենազոր ուժին դպավորությունը գնեին։ Անձնական հրժվանք ու հբարդություն սկացի, երբ արհեստանոցի ժխորի մեջ անոր համթարդ ցայնը հրամաններ գուդար աշխատողներուն։
Ագները վեր որ խաչիկ մոր եղբայրս հաջույք ըսկաց ինձ տեսնելով։ Հագարակ որ մարդկային ջիքեր գներ զսպելու համար հաջույքի ովևէ արտահայտություն։ Բայց իմ մանկական պնաստս չէր սխալած եւ համարձակությամբ գվարվեի իրեն հետ։ Մնաց որ սիրելու իրենց այդ թաժան եղանակը բոլորովին խորտ էր իմ ներքին էությանս։ Անհասկացա, որ մայրը արհեստանոցին ետև կերեզմանադունն է և անսկությամբ կսպասե իրեն։ Այլ սակայն չէր շտաբեր։ Ես բոլորովին անգիտակ հոգեգան այդ կալարումներուն, որ մայր ու որդի գգրեին հավասար դաժանքով, գմտնեի գելլեի և բատճար մջեի գտներ, որ այդ հեքիաթունակ ռոբեները վերջ գտնեն։ Մեծ մայրս նստած էր դաբանակարիմը վրա, գնցնիիմը շուքին դակ, երկու մաշած և ջերմակ ձերքերը ձունգին, անթիմաց գնայեր անթարթ։ Երբեմն իր մութ և ներզոր նայվածքը կդարձներ ինձ և գարձես փամը կհարցներ։ Երբեմն ալ ցասումը կփայլադագեր պիպերուն սևերումին մեջ։ Երբ սկսա շատ անանկիս տնել զինքը, ցերկով դարդամ շարժում մռավ որ հերանա։ Այնադեն սկսա թափարիլ հինավուրց կերեզմանադան ջամփաներուն վրա, եզերված մաշած դաբանակարերով։ Հնամենի և բարձրապետ ծառերու վրա աչքերով կփնտրեի այն հրաշալի բդուղը, որ գարձես ծերունդ մեր երկրին երեխաներու ընչաքաղցության առարգան եղած էր։ Երբ մեկ կամ երկու հատիկ ցերկ անցուցի, երանությունս դարձավ անչափ։ Հետո կացի բարգեցա գրնագի վրա խոդերու մեջ և աչքերս հարած ձարիմը օրորուն հովանին։ Մնացի շլացած, փալփլացող դերևներու հարաշարժ և գշրավոր սոսավյունը կարծես փամը կպատմեր։ Սիրտս կթողար հուզումով, երբ երկու կատարներ իրարու կհագեին և իրենց մրմունջը կփոխանակեին։ Ավելի վերև երկնագամարը կդավալեր և ջերմակ ամպի ձվերմը կանցներ արագ։ Այդտեղ է որ առաջին անգամ շփոթությամբ, անհնարին հուզումով և սարսափով անդրադարձա իմ առանցին գոյությանս անսահման տիեզերքին մեջ։ Երբ վերջապես մոր եղբայրս երևցավ արհեստանոցի ետևի դռնեն, վազեցի եկա մեծ մայրիկիս մոտ։ Մոր եղբայրս կհառաչանար համրաքայլ և գետնի խճակարերը կջռնչեին, կարծես ալ ավելի դանդաղելու համար։ Ան քրվանեն հանեց ծխախոտի տուփը և սկսավ պապիրոսը ոլորել։ Անիկա չէր նայեր իր մորը, ինչպես եթե իրենց հանդիպումը շարունակություն ըլլար ընդհատված խոսակցությանմը։ Այսօրվան ասչափ ընթերցեցի, շնորհակալություն ձեր հետևության համար, ցտեսություն, դարձյալ տեսնվելու հույսով։